Բարի լույս։ Սիրելիներ, այսօրվա մեր թեման ողջակեզի մասին է, զոհաբերության մասին է։ Նախ եւ առաջ ուզում եմ շեշտել հետեւյալ հանգամանքը։ Ցավոք սրտի դեռևս այսքան բացատրելուց, այսքան խոսելուց հետո դեռևս մեր ժողովրդի մի որոշակի մաս կա, որ մատաղը նույնացնում է զոհաբերության հետ, փորձելով ուղղակիորեն տեսնել այդ զոհաբերության խորհուրդը մատաղի մեջ։ Անշուշտ մնացուկներ կարող է լինեն, բայց մատաղի խորհուրդը մենք ընդունում ենք որպես ողորմության խորհուրդ, որպես մեր կողմից տրվող օգնություն դիմացինին, բաժանվող օգնություն դիմացինին։ Այս իմաստով խնդրում եմ մեկը միշտ հիշել եւ ամրագրել այս փաստը, որ մատաղը զոհաբերություն չի, այլ ողորմություն է։ Իսկ զոհաբերության թեմայի շուրջ այսօրվա ընթերցումը Եսայու մարգարեությունից է, 43-րդ գլուխ։ Ողջակեզներիցդ ոչխարներ չմատուցեցիր ինձ, եւ ոչ էլ քո զոհերով փառավորեցիր ինձ, քո ընծաներով չծառայեցիր ինձ, եւ ոչ էլ ես նեղություն պատճառեցի քեզ, ծախսել տալով քո կնդրուկները։ Ինձ համար արծաթով փունք չգնեցիր եւ ոչ էլ քո զոհերի ճարպին ես ցանկացող եղա, բայց քո մեղքերի ու անօրենությունների մեջ քեզ վերակացու եմ լինելու։ Սիրելիներ, Եսայի մարգարեի բերանով Տերն ասում է, որ դու ոչ մի զոհ չմատուցեցիր ինձ, ոչ մի բան չարեցիր։ Այսօր պատկերացրեք այս խոսքերը մեզ են գալիս, ասելով, որ դուք որևէ ձևով զոհ չմատուցեցիք Տիրոջը, զոհը այստեղ շագերտներով, հասկանանք այս զոհի գաղափարի մեջ այն ընծան, այն նվեր, այն պարգևը, որ մենք պիտի անենք հանուն Աստծո։ Պիտի ասեք, որ չէ, անում ենք, մարդը պիտի ասի ոչ, ես զոհաբերություն անում եմ, ես ընծայում եմ, ես ինչ-որ մի բան ինձանից տալիս եմ, բայց Տերը այդ չի ուզում։ Տերն ուզում է, որ անօրենության մեջ չմնանք։ Անօրենության մեջ ամեն ինչ կարելի է անել, մտածելով, որ այդ արածը կծածկի անօրենությունը։ Ինչպես որ այն ինչ որ Տիրոջը պիտի մատուցվի, պիտի մաքուր լինի, պիտի անօրենություն չունենա իր մեջ, այլ օրինական լինի, այլ կանոնական լինի։ Եվ իհարկե ամենակարևորը սրտից պխած լինի, ցանկություն, որի մեջ պիտի փառավորվի Աստված։ Այսօրվա հոգևոր նախաճաշի հարցադրումը հետևյալն է. արդյոք մեր ողորմության մեջ, մեր մատուցած ընձայի եւ պարգևի մեջ մեր սիրտը ուրախ է։ Մենք տեսնում ենք այդ խաղաղությունը եւ հասկանում ենք, որ դա անում ենք հանուն Աստուծո։ Ոչ թե նրա համար, որովհետեւ դա պիտի արվի ուղղակիորեն, այլ հանուն Աստուծո, եւ դա է մեր ուրախությունը։ Այնպես որ սիրելիներ, մաղթում եմ, որ այսօր յուրաքանչյուր մեկս անդրադառնանք այս խորհրդին, անդրադառնանք, թե մենք ինչպես ենք ողորմություն տալիս, մանավանդ որ մեծ պահոց ընթացքի մեջ է, մեր ողորմությունը սիրտ ունի, հոգի ունի իր մեջ տրված, եւ արդյոք այնտեղ երևում է Տիրոջ փառքը ամբողջությամբ։ Եթե այո, ուրեմն անօրենության մեջ չէ, այլ օրենքի մեջ է։ Իսկ եթե ոչ, Տերը ասում է. ես վերակացու եմ լինելու քեզ, այսինքն ես տեսնելու եմ քո արածի այնտեղ թաքնված խորհուրդը, իմաստը եւ նպատակը։ Եթե մարդկանցից թաքցնես, Աստծուց չես կարող թաքցնել։ Բարի եւ խաղաղ օր ձեզ բոլորիդ սիրելիներ։ Աստված օրհնի ամենքիս։